Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 21-ն է, 2026 թիվ, մնաց ընդամենը ամիս ու կես ընտրություններից առաջ։ Քաղաքական պայքարը թեժանում է, կրքերը թեժանում են, ես ուզում եմ հիշեցնել, որ մայիսի 3-ին ես լինելու եմ Մոնրեալում, մենք կարող ենք հանդիպել այնտեղ Մարի Մանուկյան սրահում և փոխանակվենք կարծիքներով, այնպես որ սպասում եմ ձեզ, մուտքն ազատ է։ Ես այս հաղորդումը ուզում եմ սկսել մի նկարի ցուցադրումով, նախ իդեպ, ես էլ չմոռանամ, ասեմ, որ ես էլ արված, եթե դուք հիշում եք, ես խոստացել եմ, որ մենք ստեղծել ենք իրավաբանների խումբ, որը զբաղվելու է Նիկոլ Փաշինյանի հանցանքները փաստագրելով, քրեական գործերը կազմելով, դրանք ներկայացնելով դատարան, դատախազություն եւ թարգմանաբար այդ ամեն ինչը պետք է ներկայացվի նաեւ միջազգայինային կազմակերպություններին, կառույցներին, որոնք գալու են Հայաստան 4-ին 5-ին եւ ընտրությունների համար։ Եվ այսպես ամեն ինչ process-ի մեջ է, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, դրանից բացի մենք արդեն ստեղծել ենք կայքը, որ ամենակարևորն է, ես դա եմ ուզում ասել, եւ այսպես կայքը կոչվել է armjustice.com, հայկական արդարադատություն, այսօր արդեն պիլոտնի է, ինչպես ասում են, փորձարարական մենք արդեն աշխատում ենք, ընթացքում փոփոխություններ կլինեն, բայց ես արդեն տեղադրում եմ այն դիմումները, որոնք գնացել են դատարան, դատախազություն, բոլոր են կազմակերպությունները, լրագրողներ կլինեն, կուսակցություններ կլինեն, որոնք ուզում են տեսնեն այն փաստերը, այն հանցագործությունները, ինչու մեղադրվում է Փաշինյան Նիկոլը եւ այդ ուղղությամբ դիմումներ կան դատարան, դատախազություն եւ միջազգային կառույցներ կարող են գտնել հենց այս կայքում, կոչվում է Arm Justice, հայ արդարադատություն կամ հայկական արդարադատություն, Armenian պետք է գրեինք, ուղղակի այդ դոմեյնը զբաղված է armjustice.com, դուք կարող եք մտնել, ես խոստանում եմ, որ մոտ այս երկու օրվա մեջ ամբողջ նյութերը արդեն տեղադրված կլինի, այսօրվանից արդեն կայք աշխատում է, ինչպես տեսնում եք, ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս Փաշինյան Նիկոլի շանսերը վերարտադրվելու մոտեցնենք 0-ին։ Գնանք առաջ այն նկարի մասին, որ ես ասում էի։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք մեր առաջվա գերբին, սա հայկական գերբն է։ Եթե տեսնում եք, առյուծ, արծիվ, ամեն մեկը տարբեր կողմեր են նայում, սուր, Արարատ լեռ, երկուսի բերանն էլ բաց, լեզուն դրսում, այսինքն պատրաստ ցանկացած հարձակման, հակադարձել, սուրը ձեռքը, տակը ոսկինը, ներողություն ոսկի հասկն է, սուրն է, խաղողի ողջ կույզն է, մի խոսքով։ Սա ազգ, միություն եւ հայրենիք, սա այս կարգախոսի վրա, սա մեր առաջին հանրապետության գերբն է եղել։ Սա մեր գերբն է, հայկական։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, ինչի են վերածել մեր գերբը սրանք, որ դուք հասկանաք ինչ են անում մեր հետ սրանք։ Եվ այսպես, առյուծի եւ արծիվի բերանները փակվել են, էլ իրանք պաշտպանական ոչ մի ֆունկցիա չեն իրականացնում եւ ամենախայտառակը, որ ոտքերը տակից շղթաներով կապված է։ Այո, շղթաներով կապված է եւ ինչպես տեսնում եք, հանված է սուրը։ Նայեք ստեղ, սուրը մեջտեղում եւ սուրը չկա։ Սրանք պատահական բաներ չեն, այսինքն մեզ ինչի են վերածում։ Մեզ վերածում են այդ ամորֆ գարի, որը ոչ մի պաշտպանունակություն չունի, զենք չունի, հակառակ նրա ոտքերը շղթայված են, այսինքն ինչ-որ մի ամուլ, ամորֆ պետականություն, եթե պետականությունը չի կարող լինի, որովհետև եթե պետականությունը ինքը պաշտպանունակ չի եւ նա ձեռքերն ու ոտքերը կապված են եւ սուր չունի ձեռքում, ինչ պետականություն։ Ինչ պետականությունը կարելի է ցանկացած ժամանակ ուղղակի ռետինով ջնջել քարտեզի վրայից, քայլելով անցնել տարածքով, ոչ մեկ չի նկատի, որ այնտեղ ինչ որ պատերազմ եղավ։ Իսկ այսօրվա աշխարհակարգի պայմաններում ոչ մեկ չի նկատի։
չի նկատում, նույնիսկ պատերազմները չեն նկատում, ելույթ մնաց առանց պատերազմի ինչ որ միտեղ մի բան գրավեն, մեկը նկատի մի աղմուկանի ասես ինչ է կանում, սա նկարված է եւ այս ամեն ինչ որ անում են, այս ֆորմատի մեջ են անում այդ։ Ես հասկանում եմ, որ դեռ շատ մարդիկ չեն էլ հասկացել, չեն էլ գլխի ընկել, իրանք իրար առօրյա գործունեության մեջ են, մեկը չգիտեմ սովորում է, մեկը աշխատում է ռոդիցիկուն, զահալաչ ունի կներեք վարես համար հետաքրքրի կողքերին ինչ կա, մեկը մտածում է լավ այսօրվա իր օրվա կերն ունի վաղնել է ունենալու, դες հենց ավտոպիլոտ գնալու է իներցիայով եւս մի 1000 տարի եւ ինքը անհանգստանալու պատճառ չունի, ես ասում եմ ոչ եւ ոչ։ Բան չի մնացել, եթե դուք այդ տեմպով եք, մեկը ուզում է այդ տեմպով ապրի, իրա մնացել է ամիս ու կես։ Ամիս ու կեսից հետո ինքը վերածվելու է այս երկու կենդանիներին, որոնք նկարված աստեղ։ Որքերը կապված, շղթայված, անզեն, բերանն փակ։ Այ ամբողջ հայկական պետականությունը այն վիճակից վերեցին այս վիճակի։ Ստացան այսենց, վերածեցին սրան։ Ու սա ներկայացնում է որպես հաղթանակ, խաղաղություն։ Եղիր հես, բանող ես եւ դու հաղթանակված ես։ Դու հաղթանակած ես, վերջ։ Այն էլ այսօրվա աշխարհակարգի վիճակում։ Այսինքն իրանք վերեցին են կարգավիճակին ամբողջ պետականությունը, ինչպես իրենք ապրել են ամբողջ կյանքում։ Անլեզու հայվանի նման, առանց պաշտպանվելու իրավունքի։ Դե հիմա պարտադրում են այս ամեն ինչը նաեւ մեզ։ Հեսա կասեմ նաեւ սա ինչի համար եմ ասում։ Իսկ միջ այդ մի հատ գնանք Ծիծեռնակաբերդ եւ այսպես այս երկու հանցագործները պետական փաստորեն այսօր խոստովանել են իրենց պետական հանցագործ լինելու մասին։ Այս մասին է գրում Հայկ Դեմոյանը։ Ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով, որին ի պատասխան ներկաները մի պահ կարկամեցին, ասաց, որ քարերի երանգն ամեն դեպքում տարբեր է։ Ու դա այդպես է։ Ինչ է դա նշանակում։ Նիկոլի բերանով հաստատվեց, որ հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող համայն հայության համար սրբատեղի հանդիսացող հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացված են, որի արդյունքում հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս, ինչը ՀՀ եւ միջազգային օրենքներով քրեորեն պատժելի գործողություն է։ Սա կոչվում է վանդալիզմ։ Վանդալիզմ։ Այս հոդվածով պետք է դատվեն բոլորը, ովքեր նախ մասնակից են եղել վանդալիզմի եւ թույլ են տվել վանդալիզմը իրականանա։ Իդեպ այս անգամ շնորհակալ Մարտին Հայկ Դեմոյանը, իդեպ այս անգամ Ժաննայի բախտը վերեց, այնքանով որ Նիկոլը չառաջարկեց իզոտոպներով ստուգել քարերի հնությունը, ինչպես դա արեց Հայաստանի պատմության թանգարանում եկեղեցու դռան փեղկը ուսումնասիրելիս, որի հետևանքով նախարար Ժան Անդրեասյանը գունատվեց եւ կորցրեց հոդաբաշ մտքեր արտահայտելու կարողությունը։ Մի խոսքով այս հոդվածը շատ երկար է, այս ամբողջը չեմ ուզում կարդամ, ստե ամեն ինչ գրած է, գիտական հիմնավորում, մի խոսքով ամեն ինչ Հայկ Դեմոյանը պատմաբան է, դոկտոր, ինքը սիրում է մանրամասն ամեն ինչ գրել։ Ընդհանրապես մենք փաստ արձանագրենք, որ այս վիճակի բերելուց հետո մեզ ոչնչացնում են նրանք ամեն ինչ որ կապված է մեր հիշողության հետ, որքան կարողանում են։ Պարտադիր չի միանգամից ամեն ինչ անել, քիչ են անում են։ Եվ այսպես երևի հիշում եք սրա այցելությունը Գյումրի, պետական աշխատողներն են բողոքել Կիրակի օրվա այդ այդ փարչաբենդի այդ համերգը դատարկ հրապարակում որ ելույթեր ունեն, այն դատարկությունները լրացրել են պարտազողաբար պետական հիմնարկներից որպես անասնագլխականակ հրապարակ քշված պետական աշխատողները։ Սա մասին են հայտնում եւ բողոքում պետական կառույցներում աշխատողները։ Փաշինյան Նիկոլ, ինչի՞ որ է sense գնալու։ Դու հասկացար, չէ՞։ Այն 1000 հոգին էլ հետդ որ եկել իրանք էլ այնտեղ կանգնած չի։ Չունես մեկը, որը քեզ դեղ է բերելու նույնիսկ։ Դեղ։ Դու գիտես քո բանտերում իրավիճակը ոնց է։ Դե դեղի կարոտ են մարդիկ։ Քեզ նույնիսկ դու դեղ բերող չես ունենալու, դեղ։ Իսկ հիմա ուզում եմ սա մասին մի քիչ խոսենք։
Հարգելի պարոն Քոչարյան, սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-ամյակը։ Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, շուտ ազատում, ձեր գործերին հաջողություն։ Թող ձեր սրտով ձեզ տա։ Շուտապույտ ազատում, նշանակում է Քոչարյան բանտում է, Շատ սիրում, հարգում եմ ջեր, բարևներ, շատ սիրում հարգում է, այսինքն երբ է Քոչարյանը բանտում, հիշում եք 19 թվական միջև կազատեր իրան, էներ ինչ արդարացնելով, որ ոչ մի բանում մեղավոր չի Քոչարյան Ռոբերտը, եւ այդ ընթացքում Արտուրը շնորհավորում է։ Իսկ սա մի քիչ ավելի վաղ կատարված նկար է, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի կաթողիկոսի հետ խոսում է դրա մասին, որ դե այսեն բոլոր զորվածների սրբադասման արարողությունն է, սրբադասման, հա։ Ինքը շատ է ցավում իր երերնի համար եւ ներկա է Սերժ Սարգսյանի հետ այդ սրբադասման արարողությանը։ Պետք ինչքանով հասկանում ենք եւ Սերժի հետ լավ եղել, եւ Նիկոլի հետ, Քոչյանի հետ լավ եղել, եւ մարդկանց մեջ լուրջ անկեղծ մասում 70 չեմ ասում հավատում, բայց 70-80%-ը այդպես ձեզ սիրում են, ժողովուրդը չեք պատկերացնում ձեզ ինչպես են գնահատում։ Գնահատում են ահավոր։ Եվ սիրո խոստովանություն Նիկոլ Փաշինյանին ընդ որում այս կադրը որ ես տեսա, այս սրբադասման արարողությանը ներկա լինելու հանգամանքը մեկ է ուզում ասեմ, այնքան խփե գլխիդ հիշողությունով կորցրել ես Արտուր։ Դուս կարա սարա մի կողմից սրբադասման համար տենց լուրջ ուրախանես, մյուս կողմից սրբա պիղծներին, նույն հիշարժանը պրծողներին, նույն զովասների հիշարությունը պրծողներին, փաստը զղջողներին կանես կողքից ասես մարդիկ այնքան են քեզ սիրում, չես պատկերացնի 80% ուշք է գնում, հա լսեք այս խոսքերը։ Լուրջ անկեղծ մասում 70 չեմ ասում հավատում, բայց 70-80%-ը այդպես ձեզ սիրում են, ժողովուրդը չեք պատկերացնում ձեզ ինչպես են գնահատում։ Չեք պատկերացնում ձեզ ինչպես են գնահատում։ Այս փաստերը կարդանք, հետո ես իմ ասելիքը կասեմ։ Արամ Գևորգյանը շատ մանրամասն գրել է, այնքան լավ է գրել, որ ես ոչինչ բան չեմ ուզում ավելացնել, ուզում ես պատագայում ցիտեմ։ 2019 թվականին Արտուր Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է շնորհավորում բանտից շուտապույտ ազատում մաղթում։ 20 թվականին հոկտեմբերի 1-ին Բերլինի հայ համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում հոկտեմբերի 1 Հայաստան չունենք ոչ մեկին տալու։ Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Այսօր Արցախը տված, Հայաստանի տված, ասում չեք պատկերացնում, դες ոնց են սիրում։ 20 թվականի նոյեմբերի 1-ին Facebook-ում ֆլեշ մոբեր մասնակցում Արտուր գրում էր. «Ճանաչում ես ինձ, ճանաչիր ինձ, ես Արցախն եմ»։ Փաստորեն դու ադրբեջանցի ես արդեն, Արտուր։ Հա, դու այսօր ապացուցեցիր քո վերաբերմունքով։ 23 թվականի օգոստոսի 6 Արտուր Աշխարհին ու Մակին Քոչարյանը բացել Լաչինի ճանապարհը։ Այսօր պատերազմից Նիկոլի բերած արաբիրքից Արցախի կորստի ծուլացումից հետո նույն Արտուր Աբրահամը այսօր պատերազմից մի խոսքով գցնում է Նիկոլի շնորհակալություն հայտնում իր անունով ինչ որ մարզանամալիր կառուցելու համար, որի հիմնարկեքի արարողությունն էր այսօր։ Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել։ Բոլորը ձեզ սիրում են, որտեղ դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել, սենց։ Անկեղծ եմ ասում։ Չեմ ասում 100%, բայց 78%, 70-80%-ը ձեզ սիրում է։ Եթե ասենք այս բառերն ասածը մեր, չգիտեմ, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց Եվրոպայում են քաղաքներում մեծ ասած մարդ կասեի լավ դե երևի դա նորմալ է, էլի։ Մարդ մեծացել է Չարբախում, որտեղ ինչ որ ավանդույթներ կան, գոնե ես դա կարող եմ վկայել։ Կային ամենայն դեպս։ Եկել ասել հաստատ տանը մեծացած տղա չի։ Դանիել Իոնիսյան չի կամ դթում, էլի, տանը չի մեծացել, ինքը դրսում է մեծացել, գիտի ինչ է նշանակում խոսքի նկատմամբ հարգանք, պատասխանատվություն։ Հիմա հարց Արտուր։ Մոռանում ենք, որ դու չեմպիոն ես, լավ բռնցքամարտիկ։ Քո պահվածքին դու ինչ անուն ես տալիս։ Այսինքն
քո պահվածքի տեր մարդուն դուք բակում, թաղում, հայերեն ասած հայաթում, ինչ անուն կտայեք։ Չեմ ասում ինչ կանեիք, ասում ինչ անուն կտայեք դրա։ Ես չեմ ասում, որ թողում եմ ես դու ասես Արտուր։ Թողում դու ասես։ Մարդ որ դեմ Արցախը տալուն, բայց Արցախը տվողին շնորհակալ է։ Դեմը բլոկադային, բայց բլոկադայի մեջ դնողին շնորհակալ է։ Արտուր, դու ինչ անուն կտաս քեզ։ Այդ անուններ կեր։ Հա։ Մարզվում ամ միջև ես դու ինչ ասել ես։ Օրվա նախագահներին ես գցնել ընդամենը Քոչարյան Ռոբերտին, Սերժիկին, ես ու Նիկոլին ես ասում, ու ամենաֆենոմենալը ստեղ որն է, որ Նիկոլն էլ էս ամեն ինչը գիտի։ Նիկոլն էլ մտածում է, որ Արտուր Աբրահամը իրան սիրում է։ Ու Արտուր Աբրահամի 70-80%-ները դա գրյալ թվեր են, որ իրան սիրում են։ Հա, Նիկոլ, սիրում են, այնքան ինչքան Արտուր Աբրահամն է քեզ։ Հա։ Ինչքան ինքը սիրում էր Սերժիկին, Ռոբիկին, Արցախը, ցեղասպանվածների հիշատակը, այդքան էլ քեզ ասիր։ Եվ ամենալավը ստեղ որն է, որ Փաշինյան Նիկոլի կողքը հավաքվել են բացառապես այս կարգի մարդիկ։ Այսօր մեկը գրել է, դուք աշխարհի չեմպիոնի հետ եք հաշվում, չափվում։ Ինչ ուզի կարանի, հա։ Ո մենք չի կարող ասում, չենք ասում ինքը չի կարող, ինքը կարող անի։ Մենք էլ կարող ենք ըստ դրա վերաբերմունք ունենալ, ճիշտ է, այո։ Մենք էլ կարող ենք ճշտով վերաբերմունք ունենալ, ճիշտ է, այո։ Այն ինչ որ ասվեց, սա իր խոսքերն է, ճիշտ է, այո։ Հիմա թող ասի ինքը։ Այսքան բանից հետո ով է։ Այն որ գիտենք Նիկոլովը գիտենք։ Ով է ինքը։ Փաստացի մերմ եմ ասում։ Մի Նիկոլ էլ ինքն է։ Իսկ եթե մտածում է հանկարծ չեմպիոն լինելը ինդուլգենցիա է։ Դու կարող ես Մանսուրյանից լավ կոմպոզիտոր եք, չէ։ Որտեղ իմ համար մարդն է առաջնային, իր ձեռք բերումները։ Այսօր chat GPT-ն ավելի լավ երաժշտություն է գրում։ Ռոբոտներ կան ավելի լավ բան կարող են բոքս կարող են կապնել։ Եվ մարդու ամենամեծ եւ ամենաբարդ նվաճումը դա մարդ մնալն է։ Մնալ։ Ծնվում են մարդ բոլորը։ Մարդ մնում են շատ քիչերը։ Բարձրում է ամենաբարդ մասնագիտությունը, ամենամեծ ձեռքբերումը, հենց մարդ մնալն։ Որը փաստորեն նույնիսկ տաղանդավոր մարդկանց, տաղանդավոր սպորտսմեններին հասու չի։ Երբեմն։ Դրա մասին ասում էր նույնիսկ Ֆրունզիկը։ Այս մասով Արտուրին ուղարկում ենք այնտեղ, որտեղ իր տեղն է, իրոք իր տեղն։ Բայց թող ինքը մտածեր, իր նմաններին ինչ էին ասում։ Ես ուզում եմ ձեզ նախծանոթացնել այն արդյունքներին, որոնք մենք ստացել ենք վերջի քվեարկություններից, եւ այսպես ապրիլի 19-ի դրությամբ ես հարցում եի դրել ռեյտինգի առումով 8200 մասնակից ունենք, որտեղ Սամվել Կարապետյան ունի 31%, Արտակ Սարգսյան ունի 34%, Դեմեմ Շարժու Միչելը 14%, Գուրգեն Սիմոնյանը 20%։ Շատ քիչ առավելությամբ այստեղ առաջի տեղում Արտակ Սարգսյանը 34%, զգալի տարբերությամբ ամենաներկևում է Դեմեմը եւ մի քիչ ավելի շատ ունի Գուրգեն Սիմոնյանը։ Ես դրանից հետո դրել եմ նոր արդեն այսօր 20-ի դրությամբ, որ Արցախից որ հասկանանք առաջի տեղերում եղածների մեջ ով ինչքան ձայն ունի, հա։ Դեռ ընդամենը 935 քվե ունենք, ցանկալի է որ լինի 1500 գոնե 2000, որ մենք կարողանանք ամբողջական պատկերն ունենալ, բայց այս թվի այս պահի դրությամբ Գուրգեն Սիմոնյանն ունի 18%, Սամվել Կարապետյանը 18%, Վարդան Ղուկասյան 50% եւ Արտակ Սարգսյան ստեղ 14%։ Լսեք, ոնց է փոխվում։ Մենակ այն հանգամանքը, որ ընդեղ չկար Վարդան Ղուկասյան,
բալանսի մեջ էին բոլոր համարյա տեխնացուները 30%-ի 20%-ի սահմաններում, բայց հենց Վարդան Ղուկասյանը դնում ենք թվերը սա են ասում։ Միանգամից Վարդան Ղուկասյանը մենակ ունի այնքան փաստորեն քվե ինչքան 3 տեխնացուները իրար հետ։ Սա այսօրվա վիճակով, ես չգիտեմ մեկ շաբաթ հետո ինչ կլինի, բայց հաղորդման վերջում նորից կվերադառնանք այս քվեարկությանը, տեսնենք 1000-ը անցնելու 1500 մասնակցի պարագայում որքան է լինելու այս ձայների հարաբերությունը։ Հետո նոր ես խոսք եմ տալի հատ բոլոր տեխնացուներին մեկ համեմատել Փաշինյան Նիկոլի հետ, որ տեսնենք այդ տեխնացուների համեմատ ինչքան է Փաշինյան Նիկոլի ռեյտինգը։ Եվ ընդհանրապես կա տեխնացու, որ ավելի ցածր ռեյտինգ ունի, քան Փաշինյան Նիկոլ։ Իսկ հիմա գնանք մնացած նորություններին։ Շատ կարևոր process-ներ ա գնում, երբ որ ճնշում կա, երբ որ հանրային ճնշում կա, քաղաքական ճնշում կա, ամեն ինչ սկսում է շարժվել, երբ որ շարժվում է, կեղտը դուրս է գալիս ջրերես։ Լսենք այս տեսանյութը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը առաջարկում է ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպել, որ մեջբերեն պայթեցնի պատերազմի մասին շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Բայց ինչի փակ։ Էդում համար պիտի պայթացնի, երբ որ ինքը արդեն փակ լսումների ժամանակ ցուսմունք ա տվել։ Հա, Օնիկ Գասպարյան, ինչու բաց չես առաջարկում այդ լսումները։ Դու փակ արդեն մի անգամ ոտ բան ես տվել, ցուսմունք ես տվել, վստահաբար։ Բայց 44 օրյա պատերազմի հանձնաժողով ա եղել, 1000 բաներ, փակ լսումներ եք ունեցել։ Ինչի փակ։ Օնիկ Գասպարյան, եթե դու ուզում ես պայթեցնես, ո՞նց կարող ես դու փակ տեղում պայթեցնես։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լսելու է քեզ իր դդումների հետ ու ինքան պայթելու են այդ նորություններից։ Կպայթի ամեն ինչ, երբ որ այդ լսումները լինի բաց եւ մեկ լսենք այդ լսումները։ Գնանք առաջ։ 2020-ի աղետալի պատերազմից արդեն 6 տարի է անցել ու բարձրաստիճան զինվորականը նախընտրական այս փուլն է համարում իրականության հետ առերեսվելու ժամանակը։ Ոչ, ինքը չի համարում այս փուլը։ Ուղղակի այս փուլում ծնողների ճնշումը փաստաբան Ալություն Բաղդասարյանի եւ ասենց ասեմ ակտիվ քաղաքացի Միքայել Մարգարյանի հետ կապված ակտիվացավ կոնկրետ ինցիդենտներով, աղմուկը շատացավ եւ ստիպված էին արձագանքել։ Եվ ստիպված էր արդեն Սեյրան Օհանյանը, մեր նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսել, երբ արդեն թույլատվությունը ստացել էր։ Եվ ստիպված խոսեց, եւ ստիպված այս ամեն ինչը սկսեց շարժվել։ Նենց որ սա նշի հատուկ նախընտրական է դա համար խոսում։ Դա մեր պատճառներ կան, ասեցի։ Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես գերադասելով ազգային եւ պետական շահը զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալ։ Լսեցի, գերադասելով ազգային եւ պետական շահը գերադասում է պատերազմի վերաբերող բաներ, հարցազրույցներ չտա։ Լուրջ։ Փաստորեն դավաճանության մասին լռելը արդեն ազգային պետական շահ է։ Դու զինվորական ես եղել։ Դու ինչի վրա ես երթում տվել Ղուրանի։ Դու հավատարմության երթումը տում ես տվել Ալիևին, Նիկոլի, թե Հայաստանի Հանրապետությանը։ Ու սա եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետ, այսինքն պատերազմի ժամանակ ինքն է։ Մարդ որ ասում է այ դավաճանության մասին լռելը, այ դա պետականության պահպանման համար դա է պահանջում պետականության պահպանելը։ Գնանք առաջ։ Հետևաբար առաջարկում եմ ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Գլխավոր շտաբի նախկին պետ Գասպարյանը ցանկանում է, որ քննարկմանը ներգրավվեն 44-օրյայի ընթացքում քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոն զբաղեցրածները, ինչպես նաեւ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող գործիչները։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այդ դավաճանությունը ու
ինքը պետք է նես մի բան ասի, որ ամեն ինչը պայթի, հա։ Իրենք ամեն ինչ գիտեն, իրենք կազմակերպել են քո հետ միասին։ Ինչն է լինելու իրանց համար նորություն, որ դանից պետք է պայթի։ Օնիկ։ Տրիբունալի հոտ եմ առնում։ Զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ այս հարցով քննարկում կազմակերպելու իրավասություն ունի, Ազատությանն ասաց, Գասպարյանի առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում 2 օր պատասխանել է հարցերի եւ դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաեւ իր նկատառումները։ Հիմա ինչ է ուզում։ Վերջին ասելա գնաց անդեր։ Հետո ինչ ասա թե մեզ ինչի չի տալի։ Բայց ասում իմաստը ո՞րն է գասելի փակ խոսացեն, եկել ես փակ խոսել է կարզանագրել են։ Ու բոլոշել են ոչ մեկին չտանքի։ Որ ծանոթանա։ Հիմա փողանակ ասես բաց պետք է խոսամ, ասում էլի փակ պետք է խոսամ։ Անդոնն է, հին առնետ ասում։ Իմաստը չեմ տեսնում։ Ու ճիշտ է ասում։ Զագանքեց Քոչարյանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Նայես ողբերգական նկարներ նայեք։ Ես որ տեսա սիրտը սկսեց խառնել, լսեք ինչու։ Գլխավոր շտաբի պետի կանգնած դիրքը հարցական նշան ու մեկ էլ հələ գեներալիտետի փողերը նայ սենց կողքով են կանգնել են։ Այն աթորեն կլորը որ կա, ոնց այդ աթորեն կլորից ամեն մեկի վրա սա կպցրած լինի։ Ու սա բանակ է։ Ու մեկն ինձ ուզում է համոզի, որ սա բանակ է, ու սա այդ կարելի է լուրջ վերաբերվել, սենց է բանակ է, դրա համար էլ Նիկոլը ոնց ուզում, այսենց մատերի կողքը պատտասնում է։ Ասում է պիտի անեք, որովհետև ամեն մեկը մի հատ չաստի եկամուտ ունեք ձեր փորում տեղավորած։ Ու նույնիսկ սպայի պատիվ չունեք, ինքնահարգանք, որ զգաստ կանգնեք գոնե, ուսերը հետ։ Գիտեք այդ ինչքան բան ասում, մարդու կանգնած դիրքը իրա մասին, ամեն ինչ։ Գնանք առաջ։ 2022-ին ստեղծված քննիչ հանձնաժողովը անցած տարի ավարտեց աշխատանքը, սակայն զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, ուղարկվեց խորհրդարանի գաղտնի բաժին։ Անհետ կորածների հարազատները մինչ օրս պահանջում են բացահայտել այդ փաստաթուղթը։ Քննիչ հանձնաժողովը միակ ձևաչափն էր, որտեղ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է պատերազմի մանրամասները։ Նրա մասնակցությամբ նիստը ի դեպ տպավորել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Գասպարյանը նաև չի հստակեցրել կոնկրետ ինչ սուտ է ցանկանում բացահայտել, որ վերջին օրերին լսել եւ վրդովվել է։ Պաշտպանության հանձնաժողովին դիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի կարծիքով Ոչ մի սուտ չի եղել։ Սերան Օհանյանը պարզ ասեց, այն մասը, որ այդ նահանջը եղել է, դա եղել է Հայաստանի գլխավոր շտաբի անպայման թույլտվությամբ, դա էլ եղավ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ։ Որտեղ գլխավոր շտաբի պետը առանց Նիկոլի հետ համաձայնության դա չէր անի։ Այդ ո՞րն է սուտ։ Ցիկով այս առաջարկի հավանական պատճառն այն է, որ 44-օրյայի ցանկացած դրվագ առնչվում է Օնիկ Գասպարյանին, իսկ վերջին շրջանում հենց Գասպարյանի գործողություններն են քննարկվել, այդ թվում խորհրդարանում։ Սերան Օհանյանը խոսել է փաստերի մասին, այն իրողությունների, որոնք Խմբակցության ղեկավար Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրերս խորհրդարանում հենց վարչապետի ներկայությամբ էր պնդել, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը Ուշադրություն դասեք, 283 կիլոմետրը պաշտպանում էր 44,000 զինվոր։ Այսինքն այդ ժամանակ հայերս մենք ունենք 44,000 283։ Հիմա 4 անգամ ավելի շատ է մոտավորապես 1000 կիլոմետր է։ Մենք ունենք ոչ թե 4 անգամ ավելի մեծ բանակ, մենք ունենք 3 անգամ ավելի քիչ բանակ։ Մի բան էլ ավել։ 44-ից իջել է 14։ 4 անգամ ավելացել է շփման գիծը, 3 անգամ ասենք, պակասել է զինվորների քանակը։ Դա ոնց, սա հաղթանակ է, մենք խաղաղություն։ Իհարկե, մարդու ձեռները կապել ես, վերանել փակել ես, սկսել ես գիշատի չդեմը։ Դա ոնց։ Պատերազմն ավարտվել էր մոտ 2 շաբաթ անց, նոյեմբերի 9-ին։
1 ամիս պահել են, այն տարածքով են այդ ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հետ ձեր վրա է, որովհետև Հետաքրքիր է, չէ՞։ Ոսում ձեր վրա է։ Ինքը այդ տարածքի նահանջը պետք է կազմակերպեր։ Գլխավոր շտաբը պետք է համաձայնեցներ Փաշինյան Նիկոլի հետ։ Փաշինյան Նիկոլին ասում է դու դավաճանել ես, դու ես արել ես ամեն ինչը։ Թողանակ Փաշինյան Նիկոլը պատասխան տա։ Օնիկն է խառնվել իրար։ Դիար ինքը գիտի է, որ նա ցուսմունքա տալու նրա դեմ ասի յոփ ինձ սենց են զեկուցել։ Ես ինչ, ես ու մասնագետ չեմ։ Գիտի։ Բայց փաստացի Սերյան Օհանյանը մեղադրում է Փաշինյան Նիկոլին դավաճանության մեջ, որովհետև սենց տենեց ինքն է պատասխանատու։ Ինք իր հետ են համաձայնել սա։ Բայց խառնվել է իրար Օնիկ Գասպարյանը։ Մենակ Օնիկ Գասպարյանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Այսա հետաքրքիր է։ Ու Օնիկ Գասպարյանը նույնիսկ այս վիճակում այնքան ողնաշար չունի, այնքան տղամարդ չէ, ինչ տղամարդ որ կռացած է կանգնում, գլխավոր շտաբի պես կուզիկ է կանգնում, հա։ Այդ փնթի դեմը։ Ասում է փակ լսուն է, չի ասում ես, բան չունեմ, թաքցնելու բան չունեմ, բաց ասեմ ամեն ինչ։ Ասում է չէ փակ ասեմ։ Պետության համար է դա կարևոր։ Հա, դավաճանությունը ծածկեք։ Այո, ծածկեք։ Սա լսենք։ Երկու ճակատ է ձևավորվել։ Մի ճակատում այսօրվա իշխանություններն են եւ նրանց նաեւ այն ուժերը, որոնք որ հետագայում իրենք մտածում են գրպանային ազգային ժողովի ուժեր դարձնել, իսկ մյուս ուժում ովքեր որ մյուս ճակատում այն դաշինքներն ու քաղաքական ուժերն են, կուսակցություններն են, ովքեր որ կարողանում են ճիշտ լուծել այսօրվա իրականությունը եւ մտածում են, թե ինչպես երկիրը կարող է դուրս անել այս իրավիճակից։ Այն ինչ որ այն խոսույթը ինչ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, դա նրանից հեռու չէ, որովհետև այս տարիների ընթացքում ինքը ցույց է տվել, որ որպես երկրի ղեկավար ինքը փողոցային խոսույթով է նաև շատ դեպքերում գնահատում իրավիճակը կամ առնչվում նույնիսկ մեր քաղաքացիների հետ, կանանց երեխաների հետ երագլուխ քաղաքական ուժը կամ հրեշները կարելի է իրեն անվանել։ Ես այսօր մի հատ նամակ տեսա, գրված Սեթրակ Նազարյանի կողմից։ Ով չի ճանաչում Սեթրակ Նազարյանին, ասեմ ինքը սասնածռերի ապստամբներից մեկն էր, հիմա էլ գտնվում է բանտում։ Ես միշտ ասել եմ, ցանկացած մեկը որ մասնակցել է ապստամբությանը, անկախ նրանից ես իր այդ քաղաքական ինչ տարաձայնություններ ունեցել եմ, կարող է դեռ ունենամ, իրանք մնալու են անձեռնմխելի, որպես ապստամբած տղաներ, երիտասարդներ, որոնք գնացել են անեն ինչ որ մեզանից ցանկացած մեկը պարտավոր էր անել։ Այսինքն հիմա ես ինչ որ խոսամ, ես նախինում ինչ որ խոսեցել եմ նույն բանը Արմենի Բիլյանի մասին, նույն Պավլիկի ցանկացած դեպքում իրանք իմ հետ համաձայն լինեն, չլինեն, ես իրենց հետ համաձայն լինեմ, թե չլինեն, իրանք մնում են անձեռնմխելի ապստամբներ։ Հա։ Հիմա ինչ է ասում Սեթրակ Նազարյանը։ Սեթրակ Նազարյանը նամակ է գրել, որ ինքը խոսում է բանտից, մի խոսքով ներկայացում է բանտերում իրավիճակից, հիմա անցնենք հիմնական թեմային, ասում է լսեք ինձ ուշադիր լսեք, ես մանդատ չեմ ուզում, ինձ պետք չէ պատգամավորական աթոռ, բնականաբար, պաշտոն կամ անձեռնմխելիություն չէ ուզում, ես իմ ընտրությունը վաղուց արել եմ, այո, եւ այդ ընտրության գինը վճարում եմ ամեն օր այս բանտում, ճիշտ է, իմ միակ նպատակը, միակ երազանքը, որ ինձ ուժ է տալիս չկոտրվեմ, մեկն է տեսնեմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդարանում։ Ես ուզում եմ, որ այնտեղ հնչի ոչ թե ստի կեղծիքի, այլ իրականության ազգային ուժի ձայնը։ Ես այստեղ պատրաստ եմ մնալ այնքան, որքան հարկավոր է, միայն թե իմանամ, որ մեր երկիրը վերջապես ունի որ բևեռը դարձել է մեր պետականության ամուր վահանը, իմ ազատությունը ձեռքերում է, հա, ձեր ձեռքերում է, տվեք ձեր քվեն բևեռին, որպեսզի զգամ, որ իմ զրկանքները զուր չէր։ Երկու օր առաջ էր մոտ այստեղ եթերում դեմիմի տղաներից մեկը, որ ասեց մենք բանակցություններ ենք ունեցել, հա,
գնանք ընտրություններին մի ճակատով, հասնենք նրան, որ Փաշինյան Նիկոլը պարտվի եւ անցկացնենք նոր ընտրություններ։ Եվ իմ հարցին այն հարցին, որ ես վստահ եմ, որ դա առաջինը պետք է բանանի, աջակցի հետ գաղափարին բևերը, ինքն ասեց, ես էլ մոտարապես կարծեմ, ես էլ եմ մտածում կամ ոչ, համենայն դեպս ասեց, որ նրանք ասեցին, ոչ, մենք չենք միանա, մենք չենք հրաժարվի մանդատներից անցնելուց հետո։ Մենք ասեցինք, չէ, մենք հրաժարվելու ենք մանդատներից 100 օրվա ընթացքում։ Տարաձայնությունը այնտեղ էր, որ իրենք ասեցին, անցնելու դեպքում մենք չենք հրաժարվելու։ Որ ես զարմացա, ինքն ասեց, մենք հրաժարվելու ենք, այդքանով չկայացավ բանը, համագործակցությունը։ Սիպարի։ Այսօր նույն բանն ասում է, փաստորեն բերենք այս սեթում։ Շատ լավ։ Ամեն մեկը բանտում կլինի ազատության մեջ կլինի, որտեղ ուզում է լինի, ազատ է իր քաղաքական նախընտրությունների մեջ, կարծիքների մեջ, ոնց ուզում։ Փառք Աստծո, ես խնդիր չունեմ դրա հետ, բայց մի հատ հարց է ինձ հետաքրքրում։ Քանի որ այս ամեն ինչը արվում է Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ, որ էլի բանտում է, հա, ու ես իրեն չեմ լսել։ Եվ արվում է որպես ինքը իր, ոնց ասեմ, անվան տակ, ինքն առաջին համարը, ինքն է վարշապետի տեխնացու։ Ինձ համար շատ էական է այս հարցի պատասխանը լսել Վարուժան Ավետիսյանից։ Ես խնդրում եմ, ովքեր հնարավորություն ունեն, դա կլինի փաստաբանը, դա կլինի ընտանիքի անդամները, ինձ հետաքրքրում է Վարուժան Ավետիսյանի կարծիքը այս նոր մոտեցման վերաբերյալ, որովհետև ես ասել եմ, ուշանակել եմ պնդեմ, այն ուժերը, այն կառույցները, կուսակցությունները, որ գնում են ընդամենը 1-2 տեղ ունենալու համար խորհրդարան, դա է նպատակը մասնակցության, դրանք ձայն փոշիացնող են Նիկոլ Փաշինյանի վարչապետ բերելու հեռանկարով։ Բախները բերի մի տեղ ունենան, բախները չբերի, ընդամենը ձայն փոշիացնողն են էլի Նիկոլ Փաշինյանի համար։ Ուստի ես հիմա նախորդ եմ ասում, հետո չասեք բանը կարծիքա փոխել։ Դա անկախ նրանից ինչ կպատասխանի Վարուժան Ավետիսյանը։ Բայց քանի որ այս հայտարարությունը գնում է Վարուժան Ավետիսյանի անունից չասեմ, ինքն է գլխավորում ցուցակը, հետևաբար իր անունից է, այս մոտեցումը, ես ուզում եմ իմանալ, ինքը այս տողերին համաձայն է, թե ոչ։ Որովհետև շատ կարևոր է դա ինձ համար։ Ու անկախ պատասխանից ես էլի ասում եմ, այն ուժը, որ գնում ընդամենը մանդատ ունենալու այնտեղ, բնականաբար հասկանում ենք, չէ՞ որ այնտեղ 50% ավել, ինչ 50%, այսինքն բացառվում է այդ տոկոսները։ Ես սա է նպատակը, մենք իմանանք։ Միչև հիմա, որովհետև ամբողջ այն մարդիկ, որոնք խոսույթների մեջ գոնե աջակցել են Վարուժան Ավետիսյանին, դրանք ծիծաղում ծաղրում են այս ընտրությունները, որ այս համակարգում ինչ ընտրություն։ Ինձ ուղղակի հետաքրքիր է տեսնել, ոնց են իրանք միանգամից վաղվանից գրելու այս համակարգում կա ընտրություն ու մի հատ անպատգամավորի ձայնել մեզ հերիքա, որ մենք արդարության ձայն հնչեցնենք։ Ես ամեն ինչի արդեն պատրաստ եմ բարիապես լսելու, ոչ թե բարիապես, այլ հոգեբանորեն պատրաստ եմ ամեն ինչ լսելու։ Ես շատ եմ տեսել, այսօր մի բան կարա ասի, վաղը հակառակը ուղիղ, հետո նորից կրկնի իրեն հակառակը, հետո մյուս օրը նորից հակառակն ասի։ Ես արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում, բայց էլ խնդրում եմ փաստաբանի միջոցով կլինի, ընտանիքի անդամների միջոցով կլինի, իր հայտարարությունը այս հանգամանքի մասին ինձ շատ հետաքրքիր եւ ենթադրում եմ բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Սերժակին եւ մնացած մեր բանտարկյալ ընկերներին, իրան շուտապույտ ազատում բանտից, հուսով եմ դա չի ուշանա, եւ անկախ ամեն ինչից դուք իմ համար մնում եք անձեռնխելի հեղինակություններ։ Ոչ մի քաղաքական տարաձայնություն, ոչ մի ճաշակների փոփոխություն, ոչ մի դիրքավորման փոփոխություն իմ գնահատականի ձեզ որպես ապստամբներ չի կարող փոխել։ 10 տարի չի փոխել, ինչքան ապրում եմ, էլ այդքան չի փոխելու։ Արվածա ապստամբությունը, արվածա լավ անցել, վատ անցել, հաջողել է թե չէ, դա ընդհանրապես կապ չունի։
Հայաստանը պետք է հրաժարվի հայոց ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին եւ ապա մոնտաժի Սողոմոն Թեյլերյանի արձանը։ Լսեցիք։ Արտուր Աբրահամ, լսեցիր։ Հիմա դու ասա դու ով ես, Արտուր Աբրահամ։ Դու պատրաստում ես գնալ Սողոմոն Թեյլերյանի արձանը ապա մոնտաժելով։ Սա ասում է Թուրք Ռուբինյանը, Ռուբեն Ռուբինյանի զավակը։ Հիմա հարցս Ռուբեն Ռուբինյանին։ Ես կարող եմ վստահ լինել, որ նա սա քո բառերն է։ Չնայած ինձ թվում արդեն կոմը բաղուս մեկը։ Ոնց կարող է քո բառերը չլինել, որ դու էլ նույն նույն ռազլիվն ես, հա։ Լսեք ինչ ասում ես մասով Լևոն Տեր-Պետրոսյանը, լսեք։ Չի կարելի պատմական բեռը փաթաթել ժամանակակից ազգերի վրա։ Չի կարելի այսօրվա Թուրքիան նույնացնել երիտթուրքերի ժամանակի Թուրքիայի հետ։ Չի կարելի այսօրվա Ադրբեջանը, գուցե այսօր իհարկե հարաբերությունները սրված են Ղարաբաղի հարցով, նույնացնել մուսավաթական Ադրբեջանի հետ։ Այսօրվա Թուրքիան նույնացնել երիտթուրքերի ժամանակի Թուրքիայի հետ։ Չի կարելի։ Ինչի՞։ Ինչ փոշմանել են իրանք հերքել են, որ իրանք գերի թուրքերի հետնորդները, չէ՞։ Հա։ Այդ Արցախում ճանապարհը կարող է բանի Քեմալյանով չի, Փայլատյանով չի, փողոցները։ Հա։ Կարող է բանափոխվել։ Կարող է իրանց ծրագրերի մեջ ինչ-որ բանափոխվել։ Կարող է ասենք արդեն ներողություն են խնդրել, ցեղասպանության համար փոխհատուցման խնդիր բան արդեն խոսակցություններ կա, մեկ տեղյակ չենք։ Հիմա հասկացեք, Նիկոլ Փաշինյանի խոսույթը, այդ չեմ ասում Ադրբեջանի մասին, Նիկոլի եւ սրանց Կարապետ Ռուբինյանի եւ Ռուբեն Ռուբինյանի այս քեմալիստ այս թուրքերի խոսույթը հասկացաք որտեղից է գալի։ Ի սկզբանե այս թուրքի ծնունդներն են ներդրված եղել Հայաստանում այս ամեն ինչը իրականացնելու համար։ Ի սկզբանե Եվ տվել են սերունդներ, չի որ մի սերունդով պրծել է դա։ Մեզ էլ դաս են տալի, չի կարելի, լուրջ։ Մի նույնասը, բայց ես շարունակելու եմ նույնասնել, որովհետև առաջին հերթին իրենք են իրենց նույնացնում մուսաֆաթական եւ քեմալական թուրքերների հետ։ Մուսաֆաթական Ադրբեջանի եւ քեմալական Թուրքիայի հետ։ Իրենք են միջև հիմա ասում թող բանալի հիշատակը վարմանա Քեմալի Շուշիում մենք եկանք հասանք մեր պապերի հողը իրանք են միջև հիմա ռուս թուրքական Լենին Քեմալ Աթաթուրքի պլանը իրագործում Զանգեզուրի Միջանցքի մասով այսօր էլ պնդում են թրապին ասում են Հորմուզը չես կարում բացես արի թրիպ իրականացնենք էլ չեմ ասում ոնց են ակտիվացել բա թրիպի պահով այս ինչերա կատարվում կուլիսներում դուք չեք պատկերացնի Բոլորդ գնալու եք գրողի ծոցը։ Բոլորդ։ Հայ մարդը դեռ չի մեռել, հայ մարդը չի թրքացել ու չի թրկանալու, չի թրկանալու էլի։ Այն հանգամանքը, որ դուք թրքացել եք, դա չի նշանակում, որ հայ մարդը իր ամբողջ կազմով պատրաստ է դրան։ Չէ, դա հատուկ ունակությունն է։ Դա տրված է ձեր նմանների։ Հայ մարդը պարզ, արդար, շիտակ մարդ է։ Հարյուրավոր տարիներ ապրելով Թուրքիայի տարածքում, Թուրքիայի տիրապետության տարածքում չէ։ Ինքը չի թրքացել, մնաց հիմա, այս ազատ դալում, չէ։ Մեկ լսենք սրա ելույթը։ Թուրքիայում ելույթ է ունեցել ԿՊ-ական, նախկին ՕԵԿ-ական եւ ոչ միայն ՕԵԿ-ական, բայց այսօր սահուն ԿՊ-ական դարձած փոխանցիկ կարմիր դրոշ Հասմիկ Հակոբյանը։ Ինչ է ասում Թուրքիայում Հասմիկ Հակոբյանը։ Կարդամ։ Որ իր համար մեծ պատիվ է, շատ մեծ պատիվ է։ Այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեծ սերնդի համար բարոյական հրամայական է։ Ես Հայաստանից եմ,
մի երկրից, որը շարժում է դեպի կայունության նոր դարաշրջան։ 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ, պատմական էջ են շրջել։ Ադրբեջանի ստորագրված համատեղ հռչակագիրն ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն, այն փոխադարձ ինքնիշխանության հանձնարարություն էր, ամրագրված 91 թվականի Ալմատայի հռչակագրում։ Ստեղ են ասում, այ տախմար, փոխադարձ։ Ալիևը ամենաբարձր ծառի թքասունն է ձեր վրա է, ձեր փոխադարձ ընկալումների վրա է։ Դրանք առաջ։ Կարդացի, այսօր տասնամյակների ընթացքում առաջին անգամ արդեն գրեթե 2 տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել, զենքերի լռությունը մեր հույսի ամենազոր ուղերձն է։ Հույսը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Դա միջազգային նշանակություն ունի, միջազգային բարգավաճման համար է Թրամփի ուղին։ Զանգեզուրի միջանցք է, էլի։ Ծրագրի միջոցով մենք հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի, անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքով հասավ Հայաստան, Վրաստանի տարածքով 91 թվականից ի վեր առաջին անգամ մի խոսքով։ Անասնակեր, բենզին եւ այլն եւ այլն։ Իմ կառավարությունն ընդունել է իրական Հայաստանի տեսլականը, մի պետության, որը խալսված է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում դիվանագիտություն ընտրելով մենք նաեւ ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից։ Դու վերադարձնես գերությունից ապահովել։ Եվ ինչ է նշանակում դիվանագիտություն ընտրելով իրական Հայաստան։ Մոտենալով 26 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին մեր նպատակն է խաղաղություն, ժողովրդավարությունը դարձնել անշրջելի։ Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են, Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի։ Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ են։ Ողորմացել է բազմաչարչար Հասմիկ Հակոբյանը։ Երևի սա ընդամենը 2 օր առաջ չի կարդացել, այս գնալուց առաջ, որտեղ իրանց ասում էին չէ։ Ինչ Արցախ։ Չէ, դուք պետք է այդ ձեր հռչակագրից, սահմանադրությունից, պահանջատիրությունից հրաժարվեք եւս, հետո կմտածենք սահմանը բացում ենք, թե չէ։ Դե գիտեք, երբ որ Հայաստանի կողմից գնում է բանակցելու այս կարգի մեկը, դու հասկանում ես, որ ինքը ավելին չէր կարող առաջարկել, որովհետև իր գործը միշտ զիջելն է եղել կյանքով։ Լավ, այս անգամ էլ տամ, կարող հաջորդ անգամ ավելի մեղմ մոտենան ինձ։ Լավ, ես զիջեմ, հաջորդ անգամ կարող գոնից մինչև տուն հասցնեն, չթողեն ճամփի կեսին։ Այս որակը, այս հոգեբանությամբ ինձ, մեզ բոլորիս գնացել է մեր դարավոր թշնամիների դեմ կռացած ներկայանում է ու հույս ունենալով, որ դիրքից ոչ թե օգտվելու են ու ասելու են, «Էս ինչ համեստ աղջիկ է, ինչ ըմբռնումով է մոտենում մեր ցանկություններին»։ Պատկերավոր այսպես կարելի է ներկայացնել, նկարագրել Փաշինյան Նիկոլի, Արտուր Աբրահամի, Արտուրը սա քո անունից է։ Դու այդ տղեն ես, դու այդ դիրքով կանգնում ես թուրքերի առաջ։ Դու համաձայն ես այս անցածորեն։ Ու դրա համար էլ 100% չէ, բայց 70-80%-ը սենց համաձայն են ամեն ինչի։ Բնականաբար դու էլ հետը։ Ընդամենը ինչի համար, որ քո անունով ինչ որ մի հատ դպրոց են ուզում ստեղծել։ Այդքան էր քո գինը։ Արտուր ձայն անի։ Դու բաղը բայկ ես իշնելու, չէ, քեզ հարևանները տեսնել են, չէ։ Իմ դեպ Վաշինգտոն է եկել արդեն այսօր 21-ին։ Այս երևույթը Արմեն Սիմոնյան անոզգամով, որի այսի մասին ոչ մի բան չեն ասում կառավարությունում, թերթերում ոչ մի ինֆորմացիա չկա, բայց ես տեղեկացնեմ, որ այս սուրհանդակն եկել է հենց թրիպի հետ կապված խորհրդակցությունների։ Թուրքիան ընդեղ է թրիպ ուզում, Հայաստանը ստեղ է դելեգացիա ուղարկում թրիպի մասին խոսալով, ոնց որ թրիպի հարցը լուծողը Թրամփն է։ Դուք տգետներին պատկերացնում եք։
Իրանին այնտեղ խափում են, իրանք թաքուն, սրան ուղարկում են, որ դե Թրամփի մասին բանակցի։ Դու մի օր առաջ էլ Թուրքիան էր, չէ՞, խնդրել Թրամփին, արի Հորմուզի փոխարեն զորքերը ուղարկի, մենք սա Թրիպը բացենք։ Հա, բա, հեսա Թրամփն էլ վազելով նավատորմերը վերցել է ու գա Զանգեզուրը բացի ձեր համար։ Ճանաչեք հայ տականքին, ժողովուրդ ջան։ Սրանց ասեք բոլորին, տղաներ եւ աղջիկներ, ախր պատասխան տալու օրը գալու է, ձեր հետևից գալու են։ Դու չես կարող ասես, ես հրաման եմ կատարել։ Չի աշխատելու։ Ամերիկացիներն են դեռ են խառնված։ Սենատորները մետային եւ ալֆաբետին կոչ են անում ընտրությունների շեմին օգնել Հայաստանին ռուսական ապատերեկատվության դեմ։ Ոտքես մեկ։ Նիկոլը մի կողմից ասում է. «No, չմտեք վերարանքը»։ Եվրոպայից ասում են լավ, ուզում փող չենք տալիս։ Բայց ստեղել ամերիկացիներն են խնդրում մետային որ ուշադրություն դարձնի ռուսները չմիջամտեն։ Գիտեք ինչի՞, որովհետև շեշտումը Շահինը եւ Թիլիսը շեշտում են Շահինը, որ առաջիկա ընտրություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար, քանի որ կարող են որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում Թրիպի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է։ Ոչ մի օտարերկրատերություն չպետք է թույլ տալ ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա։ Այո, ձեզ նույնպես ուղարկում ենք գրողի ծոցը Թրիպի հետ միասին։ Կարաք ձեր բռնեք զիլինա խաղալով գնաք գրողի ծոցը։ Այո։ Հիմա հասկանում եք ես ինչի եմ այսքան ուշադիր հետևում ինչա կատարվում Իրան, Ամերիկա, Իսրայել ճակատում։ Այո։ Սրանք ամեն ինչից կարող են խոսել, բայց կարող են իրականացնել այն ժամանակ միայն, երբ որ Իրանը պարտվի։ Իսկ դա չի լինելու։ Իսկ միջ իրանյան դեպքերին հասնելը ես ուզում եմ ուղղակի փաստը արձանագրել, որ հավելավճարներից զրկել են աշխատավարձներ չեն բարձրացնում։ Պաշտպանության բանակը, պաշտպանը խափում է ծառայողներին։ Բահո ոստիկան չի, որ լավագույն մեքենաները, օրական ապահովանը, օրապահիկներով, տեղից տեղ տեղափոխեն լավագույն ավտոբուսներով, ճանապարհներին ճիշտ է սպանելով, ջարդելով, շուրտալով, դա զգում եք նորություն չկա։ Ինչ եղավ է սպանված ոստիկանի հետ։ Իսկ այդ գործը ինչ եղավ։ 12 վիրավորների վիճակը ո՞նց է։ Մենք դες չիմացանք ով է մեղավոր այդ սպանության մեջ։ Դա սպանություն է։ Արդյոք այդ ավտոբուսի մեջ 12 հոգի իրավունք ունեին նստելու, թե չնստեին։ Ոչ մի ձայն չկա, լռություն։ Բայց եթե հանկարծ վարորդը լիներ մեղավոր եւ հանկարծ այդ վարորդը լիներ, չգիտեմ ինչ որ անդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, սա որպես տերորիզմ, ցույց ջարդային վրա կուսակցություններ կփակեին, բոլորին կլցնեին բանտերը։ Լրագրողներ ջան, նա տեսեք ինչ եղավ այդ գործը։ Ինչ որ շոկ կասկածելի ձայն չկա։ Մի խոսքով, սա նրանց համար, Արտուր նաև քո համար, դա քո անունից է արվում, ես ամեն օր հիշացնել եմ։ Սա արվում է Արտուր Աբրահամի անունից, սա արվում է բոլոր մարդկանց անունից, որոնք թաքուն կամ անթաքույց աջակցում են գերագույն գլխավոր կապիտուլյանտին, գերագույն գլխավոր բացառիկ հակահային, ների։ Ադրբեջանը նեղված է, բողոքի նոտա է հղել Բելգիան եւ Նիդերլանդերին, դեսպանները կաշվել են ԱԳՆ, գիտեք ինչի համար, որովհետեւ նախորդային Բելգիայի եւ Նիդերլանդերի խորհրդարաններում պատգամավորները խոսել էին հայերի վերադարձի իրավունքի մասին Արցախ։ Փաստորեն Նիկոլը Ստեղինան պատատալի, Նիկոլի պրոստիտուտկեը բանում Ստամբուլում խոստանում են, որ նոր Հայաստանը
ոնց են ասում ես պատմողները, իրական Հայաստանի էջը բացված աղա։ Բելգիայում ու Նիդերլանդներում տեղակ չեն։ Կապ տեղակ են թքած ունենան, որտեղ դե մարդու իրավունքները ավելի կարևոր է, քան Նիկոլի որոշումները։ Խոսացել է եւ Ադրբեջանն ներվել է ու կանչել է բողոքի նոտա ըղելու։ Ալիև, Նիկոլացին մնացած Նիկոլակիցներ, որ տեղով կրակներ դառնակ, հույժ դառնակ, հրաբուխ դառնակ։ Դուք չեք կարող փոխել այն, ինչի վրա խարսված է աշխարհի բալանսը։ Այն կարող է մեկ-մեկ խախտվի, բայց չի կարող վերանա։ Իսկան մեկ էլ ձեր խաթր։ Դա միջազգային իրավունքն է։ Տեղ-տեղ կարող է դա ոտնահարվի, բայց չի կարող վերանալ։ Պակասը։ Հրապարակ թերթը աղմկահարույց նոր դեպքի մասին է գրել։ Երևանի բնակիչներից մեկը մոր մահվան մեջ մեղադրում է ոստիկաններին եւ քննիչներին։ Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից։ Թերթի հետ զրույցում Մալաթիա Սևաստիա վարչական շրջանի բնակիչ Արման Արաքելյանը պատմել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից եղբորը բերման ենթարկելու համար ապրիլի 7-ին ոստիկաններն ու քննիչները 10 հոգով վաղ առավոտյան իրենց տուն են մտել սպառնալիքներով բռնել են եղբորը Թովմաս Արաքելյանին։ Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբոր ձեռքերը ոլորել են, ձեռնաշղթաներ հագցրել։ Մայրը խառնվել է հրմշտոցին, ոստիկաններն էլ նրան բռունցքներով հրել են մոտ 5 րոպե։ Այնքան ագրեսիվ էին հրում, բռունցքները դնում էին դոշին ու բրդում էին, հնարավոր է նաև հարվածած լինեն մորս, բրդեցին, գցեցին հատակին, պատմել է տղամարդը հրապարակին։ Եղբորը ձերբակալել են։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 1 գրամ կանեփանման զանգված եւ 1 փամփուշտ, որը եղբոր պնդմամբ նա պատերազմից որպես հիշատակ է պահել։ Դրանից հետո Նինա Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, պարզվել է աղիքի օղակում ունի եւ պետք է վիրահատվի։ Վիրահատությունը սակայն նրա կյանքը չի փրկել։ Տղամարդը պնդում է, որ նրա մոտ այդ խնդիրը առաջացել է ոստիկանների բրբրթոցից ընկնելուց եւ նախկինում առողջական որևէ խնդիր չի ունեցել մայրը։ Արտուր Աբրահամ եւ Նիկոլին սատարող բիոզանգված, սա ձերանունից հարվել։ Այս ոստիկաններս եւ ոստիկանիչես Ենիչերիները, այս հայ արյան ծարավ, այս մարդակերները ձեր տունել են գալու մի օր, գիտեք։ Դուք չեք կարող ասել անհնարին է։ Դուք հասկանում եք դուք ինչին եք համաձայն, ինչ եք վերածել Հայաստան, որ հայ տղամարդը, ոստիկանաչը, կարող է հայ կնոջ վրա ձեռք բարձրացնել։ Հարգանք, պաշտոնական դիրք, ոնց է, օրենք, դες բակը, գիտեք, նույնիսկ բերման ենթարկելու համար որոշակի կարգոկանոն կա, ռեգուլյացիաներ կա, կարգավորումներ կա։ Այսինքն չես կարող անասունի նման մտնել տուն ու անել ինչ որ ուզում ես։ Բայց դուք երկիրը հասցրել եք այն վիճակի, որ ոստիկաններին ասել են դու ոչ թե կարող ես անասուն լինել, դու պարտավոր ես նմանը լինել եւ քո գործողությունների արդյունքում ոչինչ որ մարդ մեռնի։ Դու կարող ես կնոջ վրա նույնիսկ ձեռք բարձրացնել, տարիքով կնոջ։ Հասկանում եք դուք ով եք, դուք ինչի եք հասցրել երկիրը։ Էսի քաղաքականության հետ կապ չունի։ Սա ձեր բարոյական նկարագիրն է, բարոյական, մարդկային, էսթետիկական, ոնց ուզում եք, չգիտեմ, այդ բառերից որ մեկը դուք հասկացաք, մի խոսքով սա ձեր նկարագիրն է։ Եթե ոչ մեկն էլ չհասկացաք, էլի չեմ զարմանում։ Սա ձեզ նկարագիրն է։ Այսինքն այն ոստիկանի գործողությունները բնորոշում է ձեզ, որտեղ դա ձեր համար նորություն է, նորմալ է, նորություն չի։ Նորմալ է։ Որը նշանակում է նաև, որ այդ կենդանիները մի օր ձեր տուներ կարող է գան։ Կարող է։ Որովհետև պատմությունը միշտ այդպես բան է ցույց տալի, որ դու կապ չունի, Նիկոլի սիրում ես, թե չէ սիրում, մի օր ընկնում ես մի հատ վիճակի մեջ, որ այս մարդակերները հավաքում են քո գլխին։ Ու դու դեռ էլ բողոքելու տեղ չունես։ Ես այնքան եմ տեսել ամբողջ կյանքս այդպես դեպքեր։ Միջև էլ զանգում են, ասում ես այս բաներով, ասում եմ գեր, ինչի ես զարմանում, դու ժամանակին այդ համակարգի աշխատող ես, դու նույն բանն էիր անում։
Այն չի պետք է հիմա քո հանդեպ չանեն, Այն ժամանակ դե լավ է, նորմալ է, բայց չի պետք է քո հանդեպ ամենի չմի։ Իսկ հիմա պատմությունը ավելի արագանում, ավելի լկտիանում համակարգը, սահմանները լրիվ վերացված են, լրիվ։ Հələ ժամանակ ինչ-որ չունի բան կա, դիստանցիա կար էլի։ Կար այդ դիստանցիա։ Այս լկտիություններ կար, բայց ինչ-որ sense մի զսպող բան կար էլի։ Հիմա ոսես նայում եմ։ Չէ։ Ոչ մի սահման չի մնացել։ Հենց որ սա ձերանն է սահման։ Որի համար մի պատասխանատվություն եք կրում։ Այս կենթանուն հիշում եք, Սարիգին։ Երեք այսօր ասում էի, Սարիգ, ես չգիտեմ ընդեղ դու ում ես ինչ ասում, ինչ ես փաթաթում, որտեղ ես փաթաթում, ում համար ես ուզում։ Բայց մտածի հունիսի 8-ի առավոտը ինչ ես անելու։ Որտեղ գալու են քո հետևից, մասնավորապես քո հետևից։ Գյումրեցիք գալու են։ Այդ չեմ ասում Վարդանիկը, ուղարկելու է ուղղակի։ Ահա։ Ինքի այդ մասին չի ասի, բայց ես իրան գիտեմ։ Ինչու մենակ Վարդանիկը։ Ձեզ սատկացնելու ցանկություն ունեցողների, որ կանգնացնենք մի ուղղությամբ, հերթը կարող ասենց մի քանի տասնյակ կիլոմետր լինի մարդկանց։ Ձեզ սատկացնելու պատրաստ ցանկությունով, ասես մի գծով կանգնեն, մի քանի տասնյակ կիլոմետր կլինի։ Դուք մտածեք այդ հունիսի 8-ին ինչ եք անել։ Դուրս մահնես։ Նիկոլի նման, Ալենի նման, մյուս կենթանիների նման, այսօր հայցում է ներողամտությունը։ Ասում է, դե կենթանի է, ես չեմ հասկացել ինչ եմ գրում։ Չեմ հասկացել ինչ եմ գրում էլ։ Չէ, ոչ թե չեք հասկացել ինչ եք գրում, շատ լավ հասկացել եք ինչ եք գրում։ Ուղղակի հասկանում եք, ախր, ես ինչ եմ անում։ Վաղն էլ օր կա, իսկ հայկական տոնացույցի վրա, տոնացույց չէ, օրացույցի վրա կա հունիսի 7-ից բացի 8, 9, 10, 11, կյանքը շարունակվելու է, չի պրծնելու հունիսի 7-ին։ Ընդ Սարիկ, ինչպես շեֆդ ներողություն խնդրեց են, հիշում ես, շեֆդ է նախ կնոջից ներողություն խնդրեց, բայց իր բոլոր լրատվականների ուղղեց դրա վրա ասեց ոչնչացրեք Ղարաբաղցիներին։ Ձեր ներողությունը թող կոպեկի արժեք չունի, գիտեք ինչի, դուք տականք եք։ Դուք ասկեն ունակ եք տականքության, դժտակում ունակ եք էլ է, դանցն ու ներողություն ինչ է։ Կա բական բան է բովանդան, որ իրական մարդը չի կարա իրան թույլ տա։ Ուտեք ոսեք տականք չի։ Եթե մարդը այդպես բան թույլ է տալի, դե վերջ արդեն ունակ է դրան։ Սպասեք հունիսի 8-ին։ Ասել Հայաստանի իրավիճակն է, մեկ նայք։ Կծանունները այնքան շատ են։ Մարդ է վատանում, մարդ։ Դե Նիկոլը պետք է գնա, չէ, Նիկոլը իր շարասունով պետք է գնա։ Տրանսպորտի վիճակը խայտարակ, խցանումները խայտարակ։ Եվ որ ասում եմ, հիմա ես չգիտեմ ես վատացողը Նիկոլ սիրողա թե չի սիրող չի, բայց դու ո՞ս կարաս ապրես ես միջավայրում ու մտածես, որ ես այն ինչ որ կատարվում է, դա քեզ չի վերաբերում, դա քեզ չի կպնելու։ Նույնով օրերուն մինչև մայիս 4 և 5 ուր Երևանի մեջ տեղի պիտի ունենա Եվրոպական քաղաքական համայնքի այդ համաժողովը տարբեր զարգացումներ տեղի պիտի ունենան կամ իրադարձություններ տեղի պիտի ունենան հատկապես Բաքվի մեջ հայ բադանտներու ազատ արձակման ուղղությամբ եւ Արցախահայերու հիմնական իրավունքները եւ իրենց վերադառնալու իրավունքի վերաբերյալ այս առումով շատ կարևոր գուզեմ գործնական պատկամ մցեզի դալ որ այս արիթը չփախցնենք այս իմանալով Free Armenian Hostages շարժումի անունով Հայաստանի մեջ բոլոր քաղաքական գուսակցություններուն նամակ ուղարկեցի իմ անունովս բայց ստորագրված որ գհրավիրե այդ օրերուն ուրեմն փողոքի քաղաքագրված փողոքի ցույցեր գդարել շատ կարևոր է
Արցախահայությունը իր խոսքը պիտի ասի այդ օրերուն եւ իրենք մեյդան պիտի չնեն, իրենք վստահ եմ իրենց ասելիքը պիտի ասեն շատ տարբեր ծևերով եւ շատ կարեւոր է մենք համայն հայությամբ այդ իրենց խոսքը լսելի դարձնել եւ միանալ աբագետրոնական քաղաքագիր բայց վճռական օրեն եւ ադիգա մեզի հաջողություններու պիտի դանի ես կրնամ վստահեցնել եթե այդ դեղի ունենա օրինակ ամեն մեկ գուսակցությունը որ իսկապես մտահոգված է եւ սրդին թրած է այս հիմնական հարցը գրնա մեկ եվրոպական տեսփանադունը ընդրել եւ անոր թիմած կազմակերպել իր ցույցը կամ իր փողոքը եւ շատ կարեւոր է այդ աբագետրոնացած բնույթ ունենա անհատները գրնան միանալ շատ ստեղծագործ ծևերով գրնան երկիչներ գրնան ուրեմն հայտնի թեմքեր իրենց անհատական մասնակցություն ունենան դարբեր վայրերու մեջ Free Armenian Hostage Հետաքրքիր է չէ որ այն ինչ որ մենք ենք պլանավորում մեր դիվանագետների իրավաբանների խմբով այս դիմումները նախապատրաստել նամակներ գրել ամեն մեկ կան կազմակերպություններ փաստորեն մարդիկ որոնք նույն բանն են անում մոտավորապես բայց այլ անգամտակ սա այն հարցի պատասխանը թե բա մենք ինչ անենք բա անելու բան կա ժողովուրդ անելու բան կա թեկուզ ես ընկերոջ օգնել թեկուզ իր ասածը անել կարևոր չի դուք քանի հոգի եք հիմա գտեք ես Free Armenian Hostages Facebook-յան էջը կամ կայքը մանավանդ որ կուսակցությունների նամակներ ուղարկել է արեք ամեն մեկը մի բան դե ասեք ճիշտ ասում այդ դելեգացիաներին դիմավորեք այդ պլակատներով դեսպանատանների դեմը պիկետներ արեք ցույցեր արեք սա պետք է արվի եւ այս ընթացքում էլ մենք կլուսաբանենք կտեսնենք այդ օրերին որ կուսակցությունը որ շարժումը որ անհատը որ խումբը որ միությունը ինչ արեց եւ կհասկանանք էլի Հայաստանում ինչքան ողջ կենթանի մարդ կա կամ քաղաքական ուժ կա որ իրոք գործան իր հնարավորությունները սահմանել այդպես շնորհակալ եմ այս ցույց տամ Հայաստանի իրավիճակն Երևանի Արաֆ-Արևմտյան թաղամասի անվանի փողոցն է կոյուղաջուրը տակից դուսականի դաշտերով կարոցերով բոլորը Կասկածում եք, որ սա իրական Հայաստան որ ասում է, սա է այդ իրական Հայաստանը։ Եվ որ կեղտը հելելա փողոց, ուսես գնում է։ Այ է սա իրական Հայաստան։ Սա Նիկոլի Հայաստանն է։ Եվ որ Արտուր Աբրահամյանը շատ ասի։ Արտուր Աբրահամը։ Եվ ոչ միայն իրան։ Երեք երևի հիշում եք, որ ես ցույց տվեցի հրեա զիվորականը ոնց էր կոտրում Հիսուսի գլուխը արցանի գլուխ հիշում եք Սոսկարի աղմուկ էր այնքան թերթ ագարել այնքան ռոլիկներ կար այսօր դրամասով Նետանյահուն ստիպված է ներողություն խնդրել եւ քննադատել Իսրայելի բանակի կողմից Լիբանանում Հիսուսի արձանի ոչնչացմանը բայց ինքը մոռացել ամենակարևոր մասին որ ախր դա քո պետական քարոզչությունն է այդ տղա Դա քո պետական քարոզչությունն է, քո կրոնի քարոզչությունն է։ Դու ո՞ս կարող ես քննադատել քո սեփական քարոզչությունը։ Այդ զինվորն է քո զոհն է քարոզչության։ Իրականացնել է քո քարոզչության հետևանքները։ Պատկերացնում ոնց որ Ալիևը քննադատի մի ադրբեջանցու, որը հայ վիզա կտրում կամերայի առաջ ու տարածում է հապարտությամբ կամ խաչքարը քանդում, գերեզմանը քանդում, դուք չի քննադատել դա։ Ինչա, ասենք համաշխարհային, ասենց ասեմ, հանրույթը գուտ թքում է երեսին։ Այն ինչ հիմա կատարվում է սրանց նկատմամբ։ Անվերադարձ գնացել ազերնալը։ Անվերադարձ։ Տիտանիկի ուղին ավերցրել։ Եվ այդ դեպքը ոչ թե պատահականություն, օրինաչափություն, որովհետև դրանից 2 շաբաթ, դրանից առաջ 2 շաբաթ արդեն 1 ամիս է,
դու քրիստոնյա թաղամասներն եք ռմբակոծում։ Ոչ թե մամելական քրիստոնյա, որ դու բանում Պաղեստինում քրիստոնեական թաղամասներն եք ավիրելու պայթեցրել եք եկեղեցին։ Դա Սա ընդամենը մի հատ էպիզոդ էր։ Ուղղակի այն ժամանակ ժողովուրդը համաշխարհային հանրություն կոչվածը այդքան պատրաստ չէր միանգամից տենում էին, բայց աշկերտին չէին հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա հասկացել են ձեր բովանդակությունը իրոք եւ հիմա քննադատես, չքննադատես, ոչինչ չի փոխում մեծ հաշվով։ Մեսանակ տակին է չայս մեկը։ Donald Trump suffering another overnight meltdown. There are psychiatrists referring to this as a psychiatric emergency. Trump firing off dozens of unhinged, demented posts overnight, again, raising new questions about what on earth is going on, about his ability to even be president. Hint, I've got the answer key. He shouldn't be president. He can't do it. And also some substantively very disturbing messages. So I'm just going to give you... Խոսքով, ամերիկացի հոգեբանները արդեն աղմուկ են բարձրացնում, որ Դոնալդ Թրամփը հոգեկան հիվանդ է։ Նրանք եզրակացնում են Դոնալդ Թրամփի այդ իր True Social այդ կայքով, իր մասնական տարածող անկապ անհեթեթ պոստերով, նկարներով, ասում են, այս մարդը հիվանդ է։ Ինքը չի կարող նախագահ աշխատել։ Պատկերացրեք, ու ցույց է տալի ինչեր է տարածում։ Աշխարհի ամենամեծ երկրի նախագահ, ասենք Նիկոլ է, նստեցեք իր բանով խաղա։ Սս նկարի սրտիկներ անի բան։ Էսի ավելի բան բաներ անում։ Լրիվ նույնն է, մեկի մեկ կրկնում են իրար։ Այն ինչ որ մենք զարմանում ծիծաղում ենք այս վիճվածքի վրա, ավելի կատարած վիճակում փաստորեն Թրամփն է։ Ես ասում Թրամփին հանգիստ չի տալի Նիկոլի բանը հեղինակությունը, Բալկանիշը, բացասական իմաստով էլի, հանգիստ չի տալի, ուզում է անպայման կրած լինի Նիկոլին։ Եվ այն աստիճան վատ է, որ հոգեբանները արդեն աղմկում են, ասում են, էսի գիժա, սա հիվանդ է, նրա mental ability-ները, մտավոր կարողությունները եւ ունակությունը երկիր ղեկավարելու պետք է ստուգվի։ Սա նորմալ չի։ Սա երկրի ղեկավարի պահվածք չի։ Հիմա ասում եմ, ուզում եմ որ իրեն տան բարձրագույն մեդալ, զինվորական բարձրագույն մեդալը, պատվի շքանշան։ Մադայ ուզում, ինքը արդեն հաղթել է պատերազմները, 10 պատերազմ է կանգնեցել, հիմա էլ պահանջում է, որ իր մեդալ տան։ Ու սա գալու է բանանի, թրիկ բացից էր համար։ Կալիֆորնիայի նահանգապետը ասում է, մի հանցագործ, որը նաև մեղավոր է ճանաչվել սեռական բռնության համար, իրավունք չունի անգամ լինել պիցցայի առաքման վարորդ։ Սա ասում է Կալիֆորնիայի նահանգապետը Դոնալդ Թրամփի մասին։ Բայց մի ներվեք, դուք գնացեք, այսինքն արդեն եկել եք Վաշինգտոն, խոսացեք Թրամփի հետ։ Խոսացեք, որ ձեր համար թրիպ բացի թուրքերի ցանկության վիճվածքներ։ Սա լսենք, սա շատ կարևոր է։ Լսեք։ Administration admitted this weekend that the U.S. was arming. So the Trump administration admitted this weekend that the U.S. was arming dissidents in Iran through Kurdish intermediaries. While the U.S. was negotiating with Tehran, they covertly armed protesters in the country as a pretext to launching war against Iran. Yes, please. Բոլորս հիշում եք հունվար ամսին Թերանում կատարված այդ իրադարձությունները, այդ փողոցային անկարգությունները եւ այլն եւ այլն։ Թրամփը ընդունել է, որ դրանից առաջ իրենք են զինել քրդերի միջոցով այն մարդկանց, որոնք մասնակից են դառել այդ անկարգություններին։ Որ իրանք կոտրեն ներսից, տեսել են չի ստացվում, նոր խփեցին։ Նորից կրկնեմ, այն որ տեղի ունեցավ Թեհրանում, այն որի համար շատերս ներված էին, որ
ամեր զոհեր են եղավ, մեկ ասում է 5000, մեկը 10000, մեկը 15000, չգիտեմ ինչ թիվ ասես, ով ասես ասում է։ Դայից առաջ Թրամփը ընդունել է, որ իրենք են զինել այդ մարդկանց քրդերի միջոցով։ Ես չէի կասկածում, որ նման բան ա եղել։ Ես մտածում եմ դա իրանց այն շանսն է, որ իրանք մտածում են առանց պատերազմ պայթացնեն Իրանը ներսից, եւ դա բոլորը գիտեին ով անում, ինչի համար անում։ Ընդ որում այդ ժամանակ ասեմ մոտ 3000 Մոսադի գործակալ ձերբակալվել ու կախվել տեղում։ Հաշված օրերի ընթացքում 3000 մոտ, բայց իհարկե դրանից ամեն էլի մարդիկ են եղել, որ ընթացքում մահացել են։ Պլյուս ինչքան քուրդ քրդերի միջոցով ինչքան մարդ անդեղ զինվել Ամերիկայի ձեռով, որպեսզի ներքսից պայթացնեն Թեհրանը, Իրանը կներեք։ Եվ բնականաբար ցավոք այդտեղ թացը չորի հետ վարվել է եւ շատ երիտասարդ ոգևորված, ընդ որում այդ ժամանակին երիտասարդներին ասում է դուրս եկեք փողոց, դուրս եկեք, ես այդ թիկունքի կանգնած եմ։ Եվ երիտասարդներն էլ գիտեք տակարում ազատասեր դուրս են գալիս զինված բանդաների հետ եւ լինում են ինչ-որ լինում։ Եվ ինչ արեց Ամերիկան եկավ փրկելու այդ զինվորները, այդ երեխեքին, իհարկե ոչ։ Ռմբակոծեց այդ երեխեքին, դպրոց իրաց։ Որտեղ այդ երեխեք են, որ իրանք կոչել անում փողոց դուրս գայ, ընդամենը գործիք էր, որ իրանք քանդեին այդ երկիրը։ Իսկ երբ որ պատերազմը սկսեց, առաջին հերթին իրանք ռմբակոծեցին 2 հալված իրար հետևից խփեցին մանկապարտեզին։ Սա ով է Թրամփը, ով է Նետանյահուն եւ ովքեր էին այդ անկարգության մասնակիցների հիմնական մասը։ Ես վստահ եմ, որ դեռ եղել են անմեղ զոհեր եւ եղել են շատ, գուցե հազարներ։ Բայց հիմա իրանք խոստովանում են, ով արել, ոնց արել, ինչի համար արել։ Ցավալի փաստը։ Շատ ցավալի։ Սալսենք։ Ուրեմն կողմ եմ նրա համար կորած, որ Փաշինյանը կարելի է բաց արտահայտվել։ Ուրեմն ես Փաշինյանի հետ կալանքի մեջ եմ եղել։ Փաշինյանը իրեն չի կարացել պայի թասիբով։ Փաշինյանը շատ մարդկանց շանտաժ արել կալանքի մեջ ու իրան անբարոյական ձևի պայելա։ Ինքը ամբողջ կյանքն է այտենց ապրել։ Ամբողջ կյանքը ու ապրում է։ Ու վերջում ազատվել է արդի քրեակատարողական հիմնարկից։ Ու ազատվել է թաքնված ու կարծերում, որը որ կոչվում է կարծեր։ Փաշինյանը ինքնասիրություն անթասիբ անձնավորություն է։ Դրա համար սարքել է Հայաստանը ոստիկանապետություն, որ ինքը Աննայի հետ լավ զգա։ Երրորդն էլ ասեմ, Աննան է իր ռեգուլովկեն, Փաշինյանը դեր չի խաղում։ Իր կինը իր ռեգուլովկեն է։ Ինքը տղամարդ չի, ինքը չի կարող մեր հայ ազգի հարցը լուծի։ Ինքը տղամարդ չի ու չի եղել։ Ու այս հայ ազգը խափնվել են իրան, ես զարմանում եմ։ Ոնց են այս հայ ազգը խափնվել իրան։ Ինքը եթե թասիբ չունի, ինքը տարբեր պետության ծառայող անձնավորություն է։ Ինքը ում հետ նստի մի կտոր հաց կիսի, իրան կպատժի։ Այս ոստիկանները, որ լծված են հիմա Հայաստանը, խեն լծված։ Սահմանի բերան կամ սալդատ չունենք, շքան Հայաստանը ոստիկան ունենք։ Իդեպ զինվոր ունենք 14000, ոստիկանություն 35000։ 2.5 անգամ ավելի շատ ոստիկան կա զինվոր։ Նշանակում է երկիրը օկուպացված է ներսից։ Նշանակում է թշնամի ներսում է։ Դե թող այդ սահմանի բերան։ Դավատան անձնավորություն է ինքը։ Այդքան բան կա։ Դա այս երեխեքին նայենք նա։ Նիկոլ երեխեքն են խրժում վրեց։ Եղբայր անձեռնացիքավ մի քիչ ակուրատիչ։
Ես միշտ ասել եմ, երիտասարդները մեծ առանձնապես ակտիվ չեն գրում, ջնջում, բայց իրանք ամեն ինչ տեսնում են, լսում են, տեսնում են, նայում են, զուգահեռ զբաղված են իրենց գործերով, այո, կարող է սրճարաններում, կլուբներում տժան, ամեն ինչ գիտեն, ամեն ինչ նայում են, իրենց համար էս ամեն ինչը ծիծաղալու է, մերժելի ու զզվելի, ոչ մեկ չի կարող ցույց տալ մի շերտ, որը կասի, այ ես, այ հենց այս պատճառի համար գոհ եմ Փաշինյան չի վախից։ 1921 թվական։ Սա այն տարին էր, երբ Հայաստանի քարտեզը պետք է վերջնականապես ջնջվեր, իսկ Սյունիքը հանձնվեր Ադրբեջանին։ Նախքան այս հզոր պատմությանն անցնելը, խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել հավանելու կոչակը։ Ձեր մեկ լայքը օգնում է, որ մեր հաղթանակների մասին իմանան բոլորը։ Ես մոռանում եմ ամեն անգամ ասեմ նույն բանը, բայց գիտեք, երբ չմոռանաք օգնել ալիքին, մենք շատ աշխատանք ունենք իրար հետ անելու համար։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Արցախն ու Նախիջևանն արդեն գողացված էին մեզնից։ Մոսկվայի բոլշևիկյան ղեկավարությունը որոշել էր նույն ճակատագրին արժանացնել նաև Սյունիքը, սակայն Զանգեզուրի բարձր լեռներում կանգնած էր մի մարդ, ում կամքը ավելի ամուր էր, քան կայսերական հրամանները։ Գարեգին Նժդե։ Նա հասկանում էր, որ առանց Սյունիքի չկա Հայաստան եւ հայտարարեց Լեռնահայաստանի Հանրապետությունը։ Դա պայքար էր ոչ միայն թուրք-թաթարական հրոսակների, այլև հսկայական կարմիր բանակի դեմ։ Ամիսներ շարունակ Նժդեհի լեռնականները հետ էին մղում բոլշևիկների գրոհները, ստիպելով Մոսկվային նահանջել եւ վերանայել իր որոշումը։ Նժդեհը զենքը վայր դրեց միայն այն ժամանակ, երբ ստացավ հստակ երաշխիք, որ Սյունիքը կմնա Հայաստանի կազմում։ Սա մեր պատմության այն եզակի էջերից է, երբ մենք չպարտվեցինք դիվանագիտական սեղանների շուրջ, որովհետև ամուր էինք մարտի դաշտում։ Հիշեք Նժդեհի պատգամը։ Սյունիքն է Հայաստանի ողնաշարը, եւ այդ ողնաշարը մենք պահեցինք արյամբ։ Որն էլ հիմա ուզում են կոտրել։ Այո, այն ճանապարհը, որ ուզում են գցեն, դա ոնց որ վերցնեն մարդու ողնաշարի մեջից, սենց բան անցկացնեն, մետաղից ձող։ Ոսի ճանապարհ են բացում։ Մարդու ողնաշարի մեջից ձող անցկացնեն։ Նույնը անում են Սյունիքի հետ, ուզում են անեն։ Իսկ ինչ վերաբերում է, որ դիվանագիտության մեջ մենք հաղթեցինք, ոչ։ Այս դիվանագիտության մեջ մենք պարտվեցինք։ Այո, մարդ ունենա Սարդարապետի հաղթանակ, գնա Բաթումի պայմանագիր կնքի։ Մարդ ունենա Փետրվարյան հեղափոխություն ու թույլ տա, որ իր տեղը Մոսկվայում կնքեն ռուս-թուրքական համաձայնագիր։ Մենք աններելի փաստեր է։ Դիվանագիտական աններելի փաստեր է։ Ես չեմ ասում այսօրվա մեր իրավիճակը։ Եվ վերջում, սա եմ ուզում լսենք։ Ես չեմ թարգմանելու, որովհետև սա չի թարգմանվում։ Ուսերեն է։ Թող ներեն ինձ։ Մեզ սփյուռքահայ ընկերներ, ես չեմ կարող սա թարգմանել։ Խոստացեք լսել չկա։ Լսենք։ Хочу поделиться историей, очень трогательной и очень важной для меня. Сегодня спустилась в метро в таком вот наряде с национальным армянским колоритом, с этой брошью на груди. И пока ехала в вагон, вошла девушка, армянка. Она посмотрела на меня, посмотрела на эту брошь, улыбнулась, и я ей в ответ. Мы обе кивнули друг другу, и у нас у обеих в глазах застыли слезы. И вы знаете, это вот такая безмолвная связь, которая нас держит с нашим Арцахом, она необъяснимая, она настолько сильная. Мы просто стояли, смотрели друг на друга, улыбались и плакали одновременно. И знаете, от этого состояния было очень хорошо, что кто-то еще помнит наш Арцах, кто не забывает. И вот эта вот связь между нами, которая нас объединяет, наш Арцах, она бесценна. Спасибо вам большое, все те,
Все те, кто знает, помнит Арцах, и кто верит, что мы вернемся, и что Арцах жив. Սա մասին շատ կարելի է խոսալ, բայց հիմա է վիճակի չեմ։ Ամեն ինչ մեծ ձեռքում։ Այսօր մամա հասկանում չեմ կարող ասել։